Հենց այս վարքյաններին տեղի ունենում հանդիպումը, պատմական հանդիպումը, որը արդեն մի շարք վերլուծաբաններ եւ վերլուծողներ որակում են պատմական Էրդողան եւ Փաշինյան հանդիպումը Ստամբուլեն մեջ են, կասեն արևմտայերը։ Խնդրեմ, ձեր մեկնաբանությունները այս հարցի շուրջ եւ ովքեր հետևում են ընդհանրապես update լրատվականին, կփաստեն, որ արդեն երրորդ օրն է մենք այս հանդիպման շուրջ ենք զրուցում եւ եկել ենք այն եզրակացության, որ բնականաբար տարբեր քաղաքական միավորներ տարբեր կերպ են մեկնաբանում այս եղելությունը, ընդդիմադիր դաշտը արդեն վերջ դավաճանություն, վերջ ծախին, կերան, տարան, հեսա տանում է հեծը Սամվել Կարապետյանի ձեռքից վերցնում են, տանում են թուրքերին են նվիրում, սա նվեր էր Էրդողանին, այսօր ասում է մի շատ վատ լրագրող, մենք հիշում եք, մենք վաղուց պայմանավորվել էինք, 13 տարի առաջ պայմանավորվել էինք, որ լրագրողները, վատ լրագրողները, դրանք ոչ թե Չ լրագրողներն են, այլ Կ լրագրողներն են, եւ այդ դասի լրագրողները այսօր Հայաստանի Հանրապետության պետականության դեմ էին խոսում ու ասում էին, որ Փաշինյանը գնում է ուրանալու ուրեմն Մեսրոպ Մաշտոցի գրերի գյուտը եւ այսօր ուրեմն հրապարակել են Facebook-ում այդ վատ Կ լրագրողները, ոչ թե Չ, որովհետև Չ-ն դերասաններին ա վերաբերում, այդ վատ լրագրողները հոդված էին հրապարակել էլ սկրինշոթներով, էլ արհեստական բանականության, այս արհավիրքի գործադրմամբ Փաշինյանի ձենով տեսանյութ են սարքել, ասում է Մեսրոպ Մաշտոցը չի ստեղծել տարերը եւ դա տարածում են, որ դուք հիվանդ եք ուղակի, որովհետեւ ամեն ինչ կարա, օրինակ չգիտեմ, ինչ որ քաղաքական ենթատեքստ լինի, օրինակ ասի, այ Ալիևի հետ պայմանավորվել են, որ ինչ որ այնտեղ սահմանի հարց են լուծելու կամ միջանց կա տալու։ Տենց բաներ, եթե գոնե դնեք շրջանառության մեջ, ասես, արա դե կարող է, էլի մարդ է, հիմա ով գիտի, անտեր աշխարհ է, ամեն ինչ հնարավոր է։ Բայց այ բուբենից հրաժարվելը ո՞րն է, այ նեկրոֆիլներ, այ հիմար անգրագետ ընդդիմադատմիկներ։ Այ բուբենից ո՞նց հրաժարվեց, այ ախպեր ջան։ Այդ ինչ եք հորինել դուք։ Ես հասկանում եմ, որ ձեր կեսը նարկոման է, կեսը պլանքաշա, կեսը ղումարբազ է, բայց այդ աստիճան գրել էին այսօր Facebook-ով, այնտե հերքում են տարածել Մեսրոպ Մաշտոցի գոյությունը կասկածի տակ դնող հոդված, ինձ կարդում եմ, չեմ հավատում, որ կարող է մարդը նման բան ուղակի գեներացնել։ Ո աստվածին։ Լավ, ես հիմա այս բեքգրաունդը անջատում եմ, ներվեց վրա ազդեց, մի րոպե, այսենց, հուսամ ձեզ էլ հանգիստ գլուխից գնաց ուղղակի այս բեքգրաունդի մեջ։ Հիմա միասին քննարկենք, բարեկամներ, սովորաբար յոգա ուղիղի համար նախագծի շրջանակներում ավելի շատ ես եմ խոսում, քան դուք, չէ՞, տենց մեր մոտ չգրված օրենք կա, բայց քանի որ պատմական է այս վիճակը եւ շատերին դուր չի գալիս, բան եկեք միասին հասկանանք։ Նախ հարցադրումը հնարավորինս պարզ լավատեսական եք դուք այս հանդիպումից թե ոչ, լավ է արել գնացել է թե ոչ։ Ընկերներ, նայեք, սկսենք։ Ուրեմն կյանքը եւ ճակատագիրը հայ ժողովրդի բազմաչարչար դասավորել է այնպես, որ մեր թշնամի բառը եկեք չօգտագործեմ հիմա, որ ավելի վատ բան չլինի, բայց մեր հակառակորդների հետ մեր լավը այդքան էլ չուզեցող մարդկանց հետ, մեր ասում ես քո լավն եմ ուզում, քո ինչը քո լավը, հիմա այս մեր լավը չուզեցող մարդկանց հետ այնպես է ստացվել մեր բազմաչարչար պատմության մեջ, որ բանավիճել են եւ բանակցել են ուրիշները։ Ես պատմության հետ եմ աշխատում, միշտ այդ օրինակը բերում եմ, պատմությունից գլուխ չհանող ընդդիմադատմիկները ընդվզում են, իմ մասին վատ բաներ են գրում, բայց ասեմ Ժորժ ջան, ախր ես չեմ հորինում, դուք կարաք նստեք Facebook-ի դիմաց հորինեք։ Ես պատմությունից, ասենք, բաներ եմ խաղում, գրքեր եմ կարդացել, հիմա էլ եմ կարդում եւ այլն, բանը տեղից եմ ասում, ես չեմ հորինում։ Հորինում եմ իմ գրածները, ասենք, ինչը կապ չունի քաղաքականության հետ, բայց պատմական փաստերի շուրջ, ասենք, ես չեմ հորինում։ Հիմա մենք որպես կանոն վերջին, եթե դիտարկում ես, ասենք 200-300 տարին, որպես կանոն մեր փոխարեն բանակցել են։ Մի կարճ ժամանակահատված, շատ կարճ ժամանակահատված եղավ, ուրեմն
այդ Սևրի պայմանագրի ժամանակաշրջանում, այդ շատ կարճ, մենք իհարկե նաև առաջին աշխարհամարտի վերջում հաղթող երկրների շարքում մեզ տարան, պատվի արժանացրեցին, ինչը զարմանալի էր եւ իհարկե հաճելի է, մենք շնորհակալ ենք հաղթող կոալիցիոն ուժերին, բայց որ եթե մենք անկախ չենք եղել, ոնց ենք հաղթել, չգիտեմ, բայց այդ ուրիշ պատմություն է։ Այդ մի ժամանակ մեզ հաշվի առան, բայց հետո մեզ Լոնդոնը չկանչեցին, Մոսկվա էլ չկանչեցին, գիտեք, մեր փոխարեն մեր հարցերը լուծեցին, Սևերն էլ մնաց Սևերես, մնացածներն էլ Կարսի պայմանագիրն էլ եւ Մոսկվային էլ, Կարսին էլ եւ այսպես շարունակ։ Հիմա մեր փոխարեն բանավիճել են ուրիշները։ Գնացել են, խոսել են որպես կանոն ռուսները։ Այդ պատմական փաստ է։ Ռուսները գնացել են Սուլթանի հետ են խոսացել, Քեմալի հետ են խոսացել, այնտեղ ելով կա բանի Դեմիրելի հետ են խոսացել, Աբդուլլա Գյուլի հետ են խոսացել, հիմիկվա ուրեմն Էրդողանի հետ են խոսացել, եկել են մեզ պատմել են։ Եկել են ասել են, ասեն խոսացել թե ինչքան տոկոստ են հայտնել, ինչը չեն ասել, դա Աստված պապին գիտի, կաթողիկոսը կիմանա։ Այդ ինչ են ասել, ոնց են ասել, մենք չգիտենք։ Մեզ ասել են ինչ որ մեզ պետք է իմանալ։ Մենք էլ դե որ մենք չենք բանավիճել, չենք բանակցել, չենք գնացել, չենք եկել, ասում ենք, օքեյ, աղա աղվես, ոնց ասեք, տենց է, ու մեզ օգտագործել են։ Հիմա պատմության մեջ առաջին անգամ մենք գնում ենք խոսալու։ Սարքեցին հայոց հարցը։ Ժողովուրդ ջան, բա մեր փոխարեն ով խոսի։ Եկեք բացատրենք։ Էմոցիա, ցեղասպանություն, մեզ կեղեքել են մի կողմ, մենք ոնց խոսանք, ոնց ապրենք, ոնց արարենք, ոնց գնանք առաջ, եթե մեր փոխարեն խոսում է Պողոսը, ամենալավ Պողոսը, ամենասիրուն Պողոսը, ամենաբարոյական Պողոսը, բայց Պողոսը, ոչ թե դու։ Ես այսօր մի անգամ չեմ ուզում ասեմ կռվել եմ, բայց լուրջ բանավեճ եմ ունեցել անգամ մեկի հետ։ Եթե մենք չխոսանք, Ժորժ ջան, սաղս Երևանցի ենք, էլի։ Ասենք Երևանում որ դու խնդիր ես ունենում, բա դու չգնաս չխոսաս։ Չասես, սենցա։ Գնան ուրիշին խառնեն, այն ուրիշն էլ գնա, բարշի որ իր շահերն է առաջ տանելու։ Բարշի որ իր խնդիրն են նա առաջ տանելու, բարշի որ իր հարցերն է լուծելու, տենց է եղել։ Ախր պատմությունը որ մի քիչ այսքան պատմություն իմանան, թե ոնց էին գնում խոսում հայկական հողերի առուծախով ընդཐུպ մինչև Ղարաբաղի հարցը։ Չիմանաք թե դա սա ինչ որ հետին պատմություն է, ընդཐուպ մինչև 20 թվականը, ընդཐուպ մինչև 23 թվականը, լավ ասենք, էլի մեզ փուրը տալով, որովհետև մենք չենք խոսել, մեր փոխարեն խոսել են, մեր փոխարեն միջնորդել են։ Ես հիմա ոնց կլինի, ես իրոք գիտեք ինչ, կարելի է անդիմադիր լինել։ Անդիմադիր լինելը լավ բան է։ Անդիմադիր ընդհանրապես շերտը թույլ չի տալիս, որպեսզի իշխանությունը հղբանա, լկտիանա, բան, իհարկե ընդդիմությունն էլ չպիտի լինի լկտի, դա շատ կարևոր բան է, ընդդիմությունը չպիտի լինի լկտի, բայց ընդդիմությունը ցանկացած ժողովրդավար կամ գոնե ժողովրդավար թվացող հասարակարգերում դա ամենակարևոր բանն է, որ պիտի լինի իշխանությանը սաստի, բայց երբեք ընդդիմությունը չպիտի քանդի պետական ինստիտուտը, երբեք ընդդիմությունը չպիտի պետական ուշադրության այդ հենասյուները քանդի, պիտի չասի, եթե ես չեմ, ուրեմն ամեն ինչը պիտի գրողի ծոցը կորի, չպիտի լինի տենց, ցավոք սրտի մեր մոտ այդպես է, ցավոք սրտի, ես հիմա այդ թալան, մալան, այդ բաներին չեմ անդրադառնում, բայց չեմ կարողանում հասկանալ, ինչպես կարող է երկխոսությունը քննադատվել, ու քննադատվում է պրոռուսական մեր հրաշալի ընդդիմության կողմից, այսօր ուղիղ եթերում Նոր Հայաստանի ուղիղ եթերում էլ ասացի, հիմա էլ եմ ասում, տղեկ, բա ինչ եք ուզում եք էլի գնա բանը Լավրովը խոսա մեր փոխարեն, հա? Էլի ուզում եք Զախարովան խոսա մեր փոխարեն, էլի ուզում եք Օվերչուկը խոսա մեր փոխարեն, եւ մնացած նրանք վերջո Պուտինը խոսա մեր փոխարեն։ Երբ ենք մենք վերջապես սկսելու խոսել, գնացել է։ Հələ բան չկա արդեն, տարավ Գազպրոմը ծախի, տարավ Հեցը ծախի, տարավ բանի ինչ անունը, Ցեղասպանության ինստիտուտի արխիվները տարավ Էրդողանին։ Արա դուք հոր հիվանդ չեք, ես իրոք ապշում եմ։ Այս ֆանտազիայի վրա, մի քիչ սերիալ գրեք, բան գրեք, իդեպ Armflix-ի համար սերիալներ գրեք, կառնենք ձեզնից լավ գնով, լուրջ եմ ասում։ Կառնենք ու սիրուն սերիալներ կնկարենք։ Ոնց կարելի է այդպես բաներ խոսել։ Հիմա էմոցիոնալ մասը դնենք մի կողմ, հասկանանք, ինչ կա օրակարգում։ Առաջինս րոպեներից ուղիղ եթերում ցույց էինք տալի։ Ուրեմն իջավ Ստամբուլ։
Միջավ Ստամբուլ, այնտեղ հանդիպում, ժպիտներ եւ այլն բան կոմենտներում գրել են։ Գնացելա հորտունը, հələ սրա ժպիտը։ Այ հիմարներ, բա ինչ անի, թույն ու թարախը ձեր դեմքից թափելով գնա փորձի ինչ որ մի բան անի, հա? Գնա ինչ որ բանակցության գնա կամ ինչ որ նորմալացման հարաբերությունների համար գնա, տարական տավտոլոգիա։ Գնաց հայկական համայնքի հետ հանդիպելու։ Ու Աստված իմ, 14 տարի ես մեդիայում եմ աշխատում, լրատվական թողարկումներ եմ վարել, խմբագրել եմ եղել, ինչ ասես, եղանք բան, ես երբեք չեմ լսել Թուրքիայի հայ համայնք հասկացողություն։ Ավելի ճիշտ ոչ թե չեմ լսել, լսել եմ, բայց չենք ցույց տվել ով է այդ համայնքը, ինչ ձև է այդ համայնքը, ինչ ձևաչափով է ապրում այդ համայնքը եւ այսպես շարունակ։ Ինչ գործառույթներ է իրականացնում հայ համայնքը։ Ֆանտաստիկ թվեր եմ այսօր բացահայտել։ Մենակ Ստամբուլում ոչ պաշտոնական տվյալներով 120,000 հայ է ապրում, պաշտոնական տվյալներով 65-ից 70,000 հայ։ Դուք ասեք ինչ թիվ ենք խոսում։ Ստամբուլեն մեջ են 70,000։ Այդ թիվ ենք խոսում։ Բայց եթե մենակ Ստամբուլում 70,000, բա ամբողջ Թուրքիայի տարածքում ծպտյալների մասին չեմ խոսում։ Ծպտյալներին գնանք դա միլիոնների կհասնի։ Ովքեր են այդ մարդիկ, ինչ առօրյայով են ապրում, բարձվում է դպրոցներ կան, բարձվում է եկեղեցի թեմ ունենք, բարձվում է այնտեղ գրական հրատարակչություններ ունենք, թերթեր ու ամսաթերթեր ու օրաթերթեր ունենք, լուսանկարչական բյուրոներ ունենք, սա է մեր ողբերգությունը, որ մենք չենք ճանաչում այդ մարդկանց։ Այդ մարդիկ հայ են։ Այո, Թուրքիայի հայեր են։ Սիրում ենք, չենք սիրում, ինչ ենք անում բան, այդ էմոցիան մի կողմ։ Այդ մարդիկ մեր ազգի ներկայացուցիչներն են։ Մենք իրանց հետ որևէ կապ չենք ունեցել։ Ինչ որ խմբեր լինի, գնային գային իրար հետ, ինչ որ բաներ, ինչ են ասում, երեկոներ կազմակերպվի, իրար բացայտենք։ Հիմա Ֆրանսիայի համայնքն էլ է համարյա նույն չափ, հա, 200 քանի 200-300 հազար են ասում։ Մենք ֆրանկոֆոնիայի, չգիտեմ ինչեր ենք անցկացնում, եվրոպական ինչեր, Ֆրանսիայի օրերը Երևանում, Երևանի օրերը Ֆրանսիայում, Մարսելու, Շեխշելաֆամ, ինչ ասես անում ենք։ Իրանց հետ խի չեն կարել։ Չեն թույլ տվե, թույլ չեն տվե մեզ, վախեցրել են, ահա, եթե սենց, որովհետև մենք վերջի վերջո պարլամենտի հայ ներկայացուցիչ ենք ունեցել թուրքական մեջլիսում, բանը, Բալյանը, Կարո Բալյանը։ Էլի գործակալներ դու չգիտես Ռաֆայել, այ եղբայր, ինչ որ այս էր ազգանունով հայ էր։ Գնում էր կանգնում էր մեջլիսի կենտրոնում Գրիգոր Զոհրաբի նկարներ ցույց տալի, ջենոսայդ բառներ ասում, կոմիտասից էր խոսում, դուք գնայիք խոսայիք։ Այսօրվա այդ ընդդիմա դտմիկները, որ ասում են, բայ, ես ինչ ասում, գնայիք դուք խոսայիք։ Ես լավ հիշում եմ, Երևան հեռուստաընկերությունում էի աշխատում, 11 թիվն էր, Ամերիկա չէի գնաց, 11 թվին, երբ որ Սուրբ Խաչ եկեղեցու Աղթամար կղզի Սուրբ Խաչը բացվում էր, այնտեղ օծման արարողություններ բան, հրավեր եղավ կաթողիկոսը մեր չգնաց, նույն ինքը, բազմազավակ բանը, մի խոսքով, չգնաց։ Եթերում ասեցի, բայց ոնց կարանք մենք այս շանսը մեր ձեռից բաց թողնենք։ Ամենայն հայոց կաթողիկոսը գնար Սուրբ Խաչ, ասեցին դե որ խաչը գլխին չեն դրել, մենք չենք գնա։ Էլի խաչակնքվող սատանա սինդրոմը։ Եղբայր, դու ինչ գործ ունես խաչը թուրքը թույլ ա տվե, թույլ չի տվե։ Դու ամբողջ աշխարհին ցույց տու, որ դու գնում ես, կանգնում ես եկեղեցումդ քո պատմական ժառանգության ու ասում ես վիրավոր ես, ոչինչ, մենք եկել ենք քո վերքերին դեղ դնենք, պատերը մի հատ համբուրեիք, բան, ամբողջ աշխարհին ներկայացնենք, թե չէ ով կորավ, ինչ բաստողին կելի մեզ եղավ, ինչ եղավ։ Դրա համար եմ ասում, խոսելը միշտ լավ է։ Գնացելա, ես չգիտեմ ինչ են բանակցում, ես չգիտեմ իրանց օրակարգը ինչը։ Շատ հետաքրքիր է, կուզենայի իմանալ, բայց հեսա մեր աչքի առջև է տեղի ունենում, հեսա մի ժամից կիմանալ։ Գնանք նա տեսնենք ինչ է անում, ինչ է խոսում։ Չէ, չգնանք, չխոսակ եւ այլն բան, որովհետեւ մեզ պետք չի, ժամանակ չի։ Հետո նույն այդ ընդդիմախոսները ասում են աշխարհը երրորդ համաշխարհայինի առջև է կանգնած, իսկ դուք ինչերի հետևից եք ընկե։ Իսկ միգուցե երրորդ աշխարհամարտի շեմին իրոք պետք է գնալու խոսալ։ Պետք է գնալ խոսալ ու հասկանալ, կամ մի բան լսել գոնե։ Մեր ամբողջ, ես էլ եմ, մեր ամբողջ ողբերգությունները, արգելի բարեկամներ, մեր պատմական ողբերգությունները կապված են հենց դրա հետ, որ մենք չենք խոսել։ Իսկ երբ որ մենք չենք խոսել, մեր փոխարեն խոսել են ուրիշները։
Los Angeles FM 107.5 HD3 դուք լսում եք R-Music ռադիոսա յոգա ուղեղի համար նախագիծն է, հանդիպում ենք կարճատև դադարից հետո։ Յոգա ուղեղի համար Los Angeles-ի հայկական ամենալսելի թոք-շոու։ Լսել, մտածել, գիտակցել ու հասկանալ։ Յոգա ուղեղի համար։ Ռաֆայել Մնացականյանի հեղինակային ծրագիրը ամեն ուրբաթ առավոտյան 8:08-ին։ Յոգա ուղեղի համար։ Դե, գնացինք առաջ եւս մեկ անգամ ողջույն, հարգելի բարեկամներ, քննարկում ենք Փաշինյանի այցը Ստամբուլ, այն որակվում է որպես պատմական, որովհետեւ նորանկախ հանրապետության պատմության մեջ երբեք չի եղել։ Ես կարծում եմ, թերևս պատմության մեջ տենց բան չի եղել, երբ որ անկախ եւ սուվերեն Հայաստանի հանրապետության ղեկավարը աշխատանքային այցով գնա Ստամբուլ, իդեպ եկեք ընդունենք եւս մի դրվագ։ Կանգնած էր պատվո պահակախումբ։ Դիվանագիտական լեզվով, երբ որ զորք է կանգնած, երբ որ չես տեն տալիս, դա այսպես հարգանքի նշան է։ Որտեւ ես իրոք սպասում էի, ոնց կլինի, դրոշները կծածանվի, չի ծածանվի, դրոշներն էլ էին ծածանել, պատվո պահակախումբը էր կանգնած զինվորական գվարդիայով, արգորսնախարի տեղակալի մակարդակով եկան, ինձ թվում է ինչ-որ մի հատ հավաքարարին կողարկեն դիմավորելու, չէ։ Այսինքն եմ քիչ թե շատ տրամաբանական պրոտոկոլային արարողակարգի գործառույթները իրականացվեց։ Եվ հələ որ բան չի։ Որտեղ է տեղի ունենում հանդիպումը։ Սա եւս շատ հետաքրքիր ուրեմն քայլ է, ովքեր չգիտեն, էլի պատմական մի փոքր անցյալ ենք գտնում, հանդիպումը կայանում է Դոլմաբախչե կոչվող պալատում, նախ Դոլմաբախչե թուրքերենով դոլմա եւ բախչեն բոլորս գիտենք, դոլման է լցնել, լցոնած այգում, ճխտած այգի հայերեն ասած, այդ ճխտած այգում Դոլմաբախչե սարայ կամ Դոլմաբախչե պալատում է տեղի ունենում հանդիպումը եւ ճարտարապետը Դոլմաբախչեի իմ հարգելի բարեկամներ հայեր են, հայր եւ որդի Նիկողայոս եւ Կարապետ Բալյանները եւ սա եւս շատ հետաքրքիր մի քայլ է, հարգելի բարեկամներ, անկախ մեր էմոցիաներից, անկախ մեր ամեն ինչից Օսմանյան կայսրությունում հայերը շատ վճռորոշ ասեմ, ճակատագրական դեր են խաղացել։ Մանավանդ ճարտարապետության, մշակույթի, գիտության բնագավառում։ Այսօրվա ներկայիս Թուրքիայի արդեն Թուրքիայի հանրապետության տարածքում էլի տասնյակ օսմանյան ժառանգության կոթողներ կան, որից ինչքան էլ ուզեն, չեն էլ կարող ջնջել հայկական ծագումը եւ հայկական պատկանելությունը կամ հայկական ձեռագիրը։ Ահա այդպիսի վայրերից մեկն էլ Դոլմաբախչեն է, որը իրոք այցեքարտ է, Բոսֆորի ափին պատմական նշանակության մի հոյակերտ կոթող, YouTube-ում կա, կադրեր կարող եք դնել, դրեք Դոլմաբախչե, կբերի ֆանտաստիկ, բարոկո եւ ռոկոկո եւ նեոռենեսանսի եռապատումը Բալյանների ձեռքով կյանքի է կոչվել 1843-1856 թվականներին։ Անպայման ասենք, որ նախկինում սուլթանները Օսմանյան կայսրության ապրում էին մեկ այլ միջնադարյան էր ինքը, բայց էլի պակաս պալատ չէր, կոչում էր Թոփքփե, այդ Թոփքփեում էին ապրում, տեսակ թափթփուկ բառն այնց հիշացնում, չգիտեմ, ձեզ բոդված, Թոփքփե պալատում էին ապրում։ Իհարկե դե միջնադարյան էր եւ այլն, եւ քանի որ գնում էին առաջ Աբդուլ Մեջիդ առաջինի օրոք հրաման եղավ, որ պետք է կառուցեն մանավանդ Բոսֆորի ափին գոյակերտ մի նստավայր եւ եթե ոչ հայերին, հարգելի բարեկամներ, ոչ եթե ոչ հայերին պետք է վստահվեր, որովհետեւ հայերի համբավը ճարտարապետության նկատմամբ սերը դարբես մոտեցումը եւ այլն, այնտեղ այլընտրանք ուղակի չկար եւ այո, հայր եւ որդի Կարապետ եւ Նիկողայոս Բալյանները, նաեւ Իվանիս Քալաֆան անունով ճարտարապետի հետ կարողացան գործը գլուխ բերել եւ այն դարձավ իրապես շեդևր, որտեղ ապրում էին սուլթանները, որտեղ շատ կարեւոր հանդիպումներ էին լինում, այն ժամանակվա համար ֆանտաստիկ գումար են ծախսել Դոլմաբախչեի համար, 35 տոննա ոսկի
եթե հաշվենք ոսկով, որ այսօրվա դրությամբ մոտավորապես 1.5 միլիարդ դոլարի մասին է խոսում այդ աստղաբաշխական գումարներ էր, մանավանդ 1800-ականների վերջին եկեք ընդունենք, որ Թուրքիան Օսմանյան կայսրությունը այդքան էլ արդեն լավ վիճակում չէր։ Պատմությունը կպատմեմ ավելի մանրամասն հաջորդիվ, զանգ ուտեմ, տեսնեմ ով է միացել, ինչ կասեն ռադիոլսողները, հետո կշարունակենք։ Բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ, Ռաֆայել ջան։ Ողջույն, լավ, դուք ինչպես եք։ Հարությունն է ձեզ անանք ստացնում։ Շատ հաճելի է, Հարություն ջան, այո, լսում եմ ձեզ։ Ես ուղղակի նոր լսում եի ձեր մեկնաբանությունները, մեկ մտածում ասում իշքան վայնասուն են բարձրացնում, երբ Ռաֆոն ասենց բաներ ասում, ճիշտ բաներ ասում, հələ մեր ժողովուրդը ինչքան հետ է մնացել։ Ճիշտ ես ասում, Ռաֆայել ջան, առանց խոսալու, առանց ինչ-որ մարդկանց շփվելու մենք չենք կարող մենք պետությունը կկորցնենք, բայց որոշ են ոնց ասեմ, որ օգտագործում եք դդումներ, ինքան են քաղաքականացրել, ինքան են բանարել, որ ժողովրդին սխալ ուղղությամբ են տանում։ Մի քանի բաներ ասել։ Առաջինը մեր պարլամենտում մարդիկ նստած են, ինչ արտահայտություն անում։ Պատերազմից 5 րոպե առաջ են կայնած։ 5 րոպե, արդեն իրանք գիտեն, որ պատերազմ պետք է լինի։ Այսինքն պանիկա են ստեղծում։ Որոշ վայ արվեստագետներ, անուններով կարամ ասեմ, Ռազմիկ Ամյանազեն, ինչա տաշիրից բան են կերել, նվիրատվություն են կերել տաշիր շոյի ժամանակ, այսօր հելել են պետության դեմ։ Մի փոքր խմբակ, որ էդի ժողովուրդն է, ասենք, ընտրել է դրանց։ Ես ուղղակի զարմանում եմ մարդկանց հոգեբանության վրա։ Հիմա ես էլ եմ Ամերիկայում 30 տարի է ցավում եմ ամեն ինչով։ Այսպես բաներ որ խոսում ասում դու Փաշինյանական ես։ Ախպեր չէ, ես Փաշինական չեմ։ Ես պետության կողմնակից եմ։ Հիմա ով ուզում է լինի, իմ համար նշանակություն չունի։ Հասկացա։ Միտքից ինչ է։ Մերսի, որ զանգեցիք, Հարություն ջան։ Շատ ես ուղղակի հիանում եմ քո մտքերով ցավական։ Ուղղակի հիանում եմ։ Միշտ են շարունակի։ Շնորհակալ եմ ձեզ լավ օր։ Բարի օր ձեզ։ Ձեզ էլ հարգելի շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար։ 74773444 մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է։ Մենք աշխատում ենք FM 107.5 HD3 Լոս Անջելես հաճախականությամբ, մեզ կարող եք դիտել Facebook-ով, մեզ լսում եք application-ով, հավելվածներով աշխարհի տարբեր անկյուններից HD որակով, մեկնաբանություններ կարող եք գրել նաև Facebook-ի տեսանյութի, Facebook-ի podcast-ի տակ, որտեղ էին կանգնել ընկերներս Դալմա Բախչեի պատմությունը, որ հայ ճարտարապետ ֆանտաստիկ, ովքեր տեսել են իրապես, ինքը իրոք հսկայական կոթող է, 6 հսկայական սրահ ունի, մոտավորապես 46 սրահներից է բաղկացած, 68 տարբեր հյուրասենյակներով եւ այլն եւ իրապես բացառիկ կոթող, բայց զանգ ունեմ։ Լավ, լսեմ, հետո կշարունակեմ։ Բարև ձեզ։ Հելո, բարև ձեզ։ Հելո, բարև ձեզ։ Ռաֆայել ջան, ես զանգահարում եմ Վեննայսից, ուզում եմ ուղղակի ասել ձեզ Աստված օրհնի ձեր ծնունդը, ձեր ամբողջ կյանքը, որ դուք կաք, որ ճիշտ վերլուծում եք անաչառ, շատ շնորհակալություն ձեզ։ Ես եմ շնորհակալ ջերմ խոսքերի համար, ինչ ասեմ, հաճելի է, շնորհակալ եմ շատ, ձեզ լավ եմ։ Okay, Աստված օրհնի ձեզ, ուրիշ բան չեմ կարող ասել։ Շնորհակալ եմ, ես դեմ չեմ։ Ով է միացել, բարև ձեզ, ուղիղ եթեր։ Բարև ձեզ, Հայկազն է Վեննայսից, ձեր մշտական ունկնդիրը, ես նույնպես ուզում եմ ողջունեմ ձեր հաղորդաշարը, շատ հետաքրքիր, շատ խելացի եւ միևնույն ժամանակ չվիրավորելով ոչ մեկի կարծիքը, որովհետեւ բոլորն էլ ունեն կարծիք, մեկը վիրավորանքներով է, մյուսը համենայն դեպս դոթող Աստված դրանց ների։ Ես ողջունում եմ եւ իրոք ձեր նկատած այդ արած հայտարարությունները, որ իրոք պետք է շփվել, շփումը պետք է ինչ-որ լավագույն բան ստեղծի մարդկության համար, մանավանդ հայերիս համար, դուք մեջ բերեցիք, որ բոլորը մեր փոխարեն, բայց ինչի հիմա ժամանակն է,
եկել որ մենք մեզ փոխարեն։ Ու դա ես զարմանում եմ, որ ընդդիմադիրները եւ ընդհանրապես շատ-շատերը այսօր անգամ մեր աշխատանքի վայրում հյուր ունեինք, անգամ այդ մարդիկ սվիններով են ընդունում, ասեմ եղբայր, բայց եթե չխոսա, բա ով գնա, էլի ռուսը գնա խոսա կամ ֆրանսիացին կամ ով ուզում է։ Մենք վերջապես պիտի խոսանք, թե չէ, մեր խնդիրների մասին։ Այո, Տախեմ ձեր հաղորդաշարի համար, Ռաֆայել ջան։ Շնորհակալ եմ։ Գիտեք, հետաքրքիր, ոչ միայն հետաքրքիր, այլ նաև մարդկանց մի քիչ փոխել, էմոցիան դնել մի կողմ եւ մարդիկ առողջ դատողությամբ մտածեն, թե ինչ է կատարվում։ Փաշինյանն է։ Մեր այսօրվա դրությամբ միակ ղեկավարը, որը փորձում է երկիրը իր հունով տանի, որ երկիրը կանեցնի ոտքի։ Ես այս 6 տարվա մեջ ձեզ եմ շնորհակալ, հարգելից, լավ օր ձեզ, շատ զանգի համար։ Իրապես, նայեք, քիչ առաջ Բաղրամյան պողոտան բացվեց, Բաղրամյանը փակեր, գիտեմ, որ այս կիրակի օրը Զվարթնոց տաճարի ավերակների մոտից հոգևոր նվիրյալները, մեր խիստ հավատացյալ ժողովուրդը, որոնց առաջին շարքերում նաև լինելու են ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները, մեր ամենահավատացյալ, ամենաաստվածավախ, ամենաաստվածային եդեմական պարտեզներից վայր թափած դեմքերը գնալու են վեհարան, գնալու են պաշտպանեն հայ առաքելական սուրբ եկեղեցին այս դավադիր գործառույթներից, ինչպես թե ով դուք նզովյալներ հանկարծ ասում եք, որ զավակ ունի կաթողիկոսը, անիծյալ բարեկամներ, անիծյալ ընկերներ, բա դուք չեք ամաչում, ինչու եք այդպես բան, հիմա գնալու են բողոքի ցույցի, այս կիրակի օրը ուղիղ եթերում դա ցույց են տալու, մենա 6 կիլո բան եմ արել, լավ չասեմ ինչ, նստելու եմ նայեմ, ադիբուդին, նստելու եմ նայեմ, ինչ են ասելու, այսինքն պիտի գնան ասեն լավ է արել, ինչ արել է, լավ է արել, էտա, ուրիշ բան չի կարա լինի, այսինքն գնալ պաշտպանել, էլի, գնաս, ինչ ասես, ոչ հաստատումը, ոչ մերում, ամբողջ Երևանը գիտի անունը, ազգանունը այդ անձնավորության, հիմա այդ խեղճ աղջիկը մեղավոր չի, իդեպ, մի հատ վատ բան էլ կա, էլի, երեխաները մեղավոր չեն իրենց ծնողների համար, ես այդ բանը հասկացել եմ, ես մարդկանց հետ եմ շփվում, ես 1000 ընտանիք եմ ճանաչում, ես երբեք ոչ մեկի ընտանիքի շատ ինֆորմացիաներ ունեմ, բայց երբեք անգամ որոշ պատումները մեկ-մեկ որ պատմում եմ, անուն, քաղաք, հասցե, սա խառն եմ ասում, որ հանկարծ մեկի անձնական ինֆորմացիան չբացահայտվի։ Հիմա այդ խեղճ աղջիկը, աղջիկը արդեն 40 տարեկան կնիկա, բայց այդ մարդը անձնավորից, ում անունը գրին, նկարը դրին, բայց երբեք ինձ իրավունք չեն վերապահել։ Ինքը մեղավոր չի, երեխաները մեղավոր չեն իրանց ծնողների համար, այն որ դուք Էքզյուպերի չեք կարդացել, Անտուան դե Սենտ-Էքզյուպերի, ասում են դուք մշտապես պատասխան եք տալիս նրանց համար, ում ընտելացրել եք, ում ծնել եք, հիմա այդ երեխեն, այդ մարդը ինչ մեղավոր է, իսկ ծնողը միշտ մեղավոր է, ծնողը միշտ մեղավոր է իր երեխայի համար, որովհետև ինքն է որոշե, ինքն է ասա, այ ես պիտի դառնամ ծնող, ես պիտի զավակ լույս աշխարհ բերեմ, ես պիտի յալլա անելուց առաջ պիտի մտածեին մի երկու հատ, ոչ թե էստի համեցեք, երազումս մի մակի մոտս եկա, որ ու այտենց շարունակ, այսինքն ծնողը քայլ անելուց առաջ պիտի մտածի, այդ մարդու նկարները որ տարածում եք, այդ մարդը ինչ մեղավոր է, ինքն էլ է տառապում, ես վստահ եմ, որ տառապում է, ընդհանրապես եթե ես մի քիչ եմ որ քայլեր ունենայի, գիտես ինչ կանեի, Աստված ոչ անի, իհարկե ես այդ իրավիճակում հայտնվեի, ես կխոսայի, ծնողը չէր խոսա, ես կխոսա, ես դուրս կգա, եթե կասեի, ես այլևս չեմ կարում ապրեմ այս ատելության մեջ, այս կեղծիքի, այս խաբեության, ես այս ինչ մարդու զավակն եմ, ես այս ինչ բան եմ, ու ես ինքը կհանգուցալուծեր ու կսրբադասեին, կլիներ կաթողիկոս, 1000 անգամ սուրբ, 1000 անգամ բան, ինչ անունը, կուսակրոն, 1000 անգամ, 100%, Չնայած ես ասել եմ, իմ համար պապուծս լավ կաթողիկոս չկա։ Ես եթե ասել եմ եթերում էլ 1000 անգամ ինչև իր ծնունդի մասին թե
1000 տարի առաջ նովել էի գրել, պապուծս լավ կաթողիկոս չի կարող լինի։ Ուղիղ ասում է, բալես ասեց։ Պապուս գնացի ասի Քրիստոս հարյավ իմ մեռելոց, ոտից գլուխ չափեց, ասեց, արաբա դու ինչ ես արել։ Այդ է, որ չոտկի, ընտիր։ Առանց այդ պաթոս, մաթոս, խաչերը ձեռը բան, տակից ամենաայլանդակ քայլերն են արել։ Ամենաայլանդակ։ Այսօր գործընկերներից մեկը ասում է, բայց ինչ գործն է դրա մասին հիմա խոսում են, երբ որ Իրանը ռմբակոծվում է։ Արա, իրոք ապշած եմ։ Ես այսօր ապշելու միջազգային օրն եմ հայտարարել։ Իրոք ապշած եմ, որ դա ասում են կիրթ մարդիկ։ Կիրթ մարդիկ։ Դրա համար այս հարցը կարա հանգուցալուցի տվյալ անձնավորությունը։ Դուստերը։ Դուրս գա եթեր, մեռնեմ Ցուկերբերգի ստեղծած հարթակին, դիմադեր Facebook-ը։ Մտնի Facebook, ու ասի ես էլ չեմ կարում սենց։ Այն բանկա չէ, ապաշխարանք։ Այն որ այս սենց է լինում, այդ բաներն են անում տենց են որ ծանր ինչ որ բեռա լինում հոգին ալեկոծվում է բան ու ես այդ օրը գա տենանք էլի ընտիր կլինի ինչև է լավ կոմենտներ կան կոմենտներ բրավո ասում են բրավո բրավո դե եթե ընդդիմադեպիկները չլինեին մեզ շատ արագ տեմպերով մենք առաջ կգնայինք արագ տեմպերով դրանք են մեզ հետ քշում 6 կիլո ադիբուդի լուրջ Ռուզաննա Օղանիսյան, Կարինե Սերոփյաններ նախորդ հաղորդագրության հեղինակը Էմիկ Սինանյան ասում է նույնիսկ տան տեղը եւ աշխատանքի վայրը ժողովուրդը գիտի Էմիկ Սինանյանն ասում Այդ եմ ասում ամբողջ աշխարհը գիտի ամբողջ աշխարհը ու վայ մենք չենք խոսում վայ մենք չենք ասի վայ էս վայ այն արա դե լավ էլի այդ կեղծիքի մեջ արա ինչքան ապրի մարդ ով է միացել բարև ձեզ Բարև ձեզ Ռաֆայել ջան Սարգիսն է ես լսում եի ձեր հաղորդումը ուզում եի ասեի որ ես անձամբ միշտ էլ կողմ եմ եղել որ մենք պետքա գնանք բոլորի հետ խոսանք անգամ բդի Թուրքիայի հետ գնանք խոսանք որ դեմ Ռուսաստանի հետ բդի գնանք խոսանք որտեղ առանց այդ խոսակցությունների ոչ մի բան դուրս չի գա հակառակ ես տարիներ ցույց տվեց որ ինչքան չենք խոսում այդքան ավելի վատ ազգում մեր համար Դրա համար անձամբ ես միշտ էլ ասել եմ որ պետք է ամեն տեղ էլ գնալ ու բոլորի հետ էլ պետք է խոսալ Երկրորդը դες համացանցում տեսա շատ ինչ էր ասես էլ կարմիր գորգը չեն գցել որ պետք է գցածելներ չգիտեմ անենց հիմարություններ տեսա միգուցե այդինս խիստ դիվանագիտական չգիտեմ ինչի բաներում պետք է ելնես որ խոսքի իմանաս որ sense պետք է սիլներ sense մի քիչ sense չէր մի քիչ նես չէր sense կայնացած sense չէր մի քիչ ծուռ էր, մի քիչ կողքի էր, նայողը մի քիչ վերևից նայեց, կողքից նայեց, ուղղակի այն բանը, որ կեղտ բռնելու բանն է, էլի, ավելի շատ որ հազար բան կարելի է։ Սարգիս ջան, այդ կեղտ բռնելու հետ կապված, օրինակ, հիմա ես բացած տարբեր կայքեր ունեմ ձեռքից տակ, իհարկե կան քիչ թե շատ ընդունելի, կան խիստ ընդդիմադիր, ուրեմն բոլոր ընդդիմադիր կայքերի առաջին վերնագիրը Փաշինյանը մտավ Ստամբուլի Կապույտ մզկիթ։ Նկարներն է, որ մզկիթում է եւ այլն եւ իրոք գնացել է։ Բայց ոչ չի ասում որ առաջինը գնաց Ստամբուլի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցին հայկական, մոմ վարեց, աղոթեց, նկարները կա։ Հետո նոր զբոսաշրջության շրջանում տեսարժան վայրերով անցավ։ Այսինքն ինֆորմացիան այնպես կարող են խառնել, այնպես կարող ներկայացնել։ Տեսար գնաց բան մտավ մզկիթ վերջացավ։ Բայց ու համել գիտեք ոնց, ասենք մանավանդ հիմիկվա տեխնոլոգիաները այնպես բաներ են թույլ տալի, որ ցանկացած քո ուզած կադր կարաս ասենք սկրինշոտ անես, բռնես այդ որը քեզ է ձեռ տալու, այդ ձևով ներկայացնես այդ ամեն ինչը, էլի։ Դե արհեստական բանականությանը կարաս վերջը ասես ինչ անի, հա։ Համել չաշված որ արհեստական բանականությունը ինչ էր կարող անի, բացի դրանից գիտեք մի քիչ այնց շատ վատ է sense մեղմ եմ ասում էլի որ այս հայերի մեջ այս թուրք ու չգիտեմ ինչ այդ խոսակցությունը թուրք թրքանալ չգիտեմ ասենք վիլայետ դառնալ չգիտեմ ինչ էդի անենց անձամբ իմ համար անենց անդուր է դառել ճիշտ նենց բանը ու այդ մարդիկ որ ասենք մյուսներին թուրք են ասում ասենք հային թուրք են ասում իր կարծիքի համար առաջարկում են որ այդան իրանք իրանք գենետիկ
բան հանձնեն, անալիզ հանձնեն ու դրա բաները հրապարակեն, էլի դրա արդյունքները, որովհետև ես համոզված եմ, որ մաքուր հայ գենետիկորեն, որ ասենք sense պարզ են, խոսքը որ գենետիկորեն հետազոտ են, մաքուր հայ չկա, ասենք այդպես բան։ Մաքուր հայը այն մարդն է, որ ընտրել է հայկական արժի համակարգը, այսինքն անկախ նրանից թե մեր 30%-ն հայ, 10%-ը թուրք, 5%-ը պարսիկ եւ այլ, հա, այդպես արնելու։ Հա, որտեղ մաքուր, հիմա այդպես ազգություն չկա, որ ասես մաքուր բան է։ Այսինքն մաքուր ասածը այնա, որ դու ուղղակի ընտրում ես այդ արժի համակարգը։ Ոնց օրինակ ես ընտրել եմ հայկական արժի համակարգը։ Ես որ ծնվել եմ, ես չգիտեմ գենետիկորեն, ասենք ինչ է եկել, հա, այդ հազարավոր տարիներից, հարյուրավոր տարիներից գենետիկորեն ինչ է եկել։ Ես ուղղակի այդ եմ տեսել, այդ ձև եմ դաստիարակվել, այդ ձև եմ մեծացել ու ընտրել եմ այդ հայկական արժի համակարգը, որի մեջ մտնում է հայկական եկեղեցին, հայկական լեզուն, հայկական խոսքը, տառերը եւ այլ արժի համակարգը, հա, հասկանում եմ, Սարգիս։ Ուզում եմ ասեմ, դրան պետք է վերջ տվեցվի, այդ մեկը մեկին թուրք ասելը եւ այդպես վիրավորելը եւ այլ, հասկացանք, ասենք ամեն մեկը ունի տարբեր կարտիկներ, տարբեր բաներ են ասում, բայց դա այդ չէ, լավ չէ, հայերը մեկը մեկին այդ թուրք բառով են վիրավորում եւ այլ, ես չգիտեմ, պետք է դրան վերջ տվեցվի ու ուրիշ շուտ։ Շնորհակալ եմ զանգի համար, հարգելի, ձեզ լավ օր եմ մաղթում։ Շնորհակալ, հաջողություն ձեզ, լավ եղեք։ Դուք էլ լավ եղեք, շնորհակալ եմ։ Դե ինչ ընկերներ, մտածեք այս ուղղությամբ, կարճատև դադարից հետո հանդիպում ենք, շարունակում ենք մեր զրույցը, մենք աշխատում ենք ուղիղ եթերում, սա յոգա ուղիղի համար նախագիծն է։ Յոգա ուղիղի համար։ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու։ Լսել, մտածել, գիտակցել ու հասկանալ։ Յոգա ուղիղի համար։ Ռաֆայել Մնացականյանի հեղինակային ծրագիրը ամեն ուրբաթ առավոտյան 8:08-ին։ Յոգա ուղիղի համար։ Վստահ քայլերով գնում ենք առաջ, 8:48 րոպե Լոս Անջելեսում, համապատասխանաբար երեկոյան 7:48 րոպե Երևանում է, Երևան, Լոս Անջելես, ուղիղ եթեր, FM 107.5 HD3, մեզ դիտում եք, մեզ լսում եք, մեզ զանգահարում եք, մեզ գրում եք, հեռահաղորդակցության բոլոր հարթակները ակտիվորեն գործի են դրված, կոմենտների տեղատարապ։ Օլալա, շնորհակալ եմ բարեկամներ ակտիվության համար, մասնակցության համար։ Լավ արեց, ես դեմ եմ պատերազմներին, ինչքան թշնամանք, այնքան մեր համար ավելի վատ է լինելու, մենք էլ սերունդ չունենք զոհելու, ում երեխու կյանքի հաշվին են պատերազմ տենչում, Դիանա Դինան է հարցնում, պատերազմի ժամանակ տեսանք, էլի, ով ինչով էր զբաղված։ Դե, արգելի Դիանա, ինչքան կռիվների մեջ եմ ընկել ես այս թեմայով, ու իդեպ արդարության համար ասեմ, որ այս թեմայի շուրջ ավելի շատ բանավիճել եմ դրսի հայերի հետ, Լոսում, Նյու Յորքում, Յուտայում, Նևադայում, որտեղ որ եղել եմ այս ընթացքում հետ պատերազմյան գործի բերումով, որ հանդիպումներ էի ունենում հայ համայնքի հետ, շատերը հենց այդ են ասում, այս ջերմուկի դեպքերի հետ կապված, Սյունիքի դեպքերի հետ կապված բան, ասում են ժողովուրդ, լավ, դուք ոնց կարաք այստեղ նստելով ջուր ռազմական հայտարարություններ եք անում, լավ չկռվեցին, լավ չարին, մենք փողը ուղարկում էինք, բան, ասեմ շոյ, այստեղ փողի թեմա չի։ Դուք ում զավակի գնով եք, դուք ասեմ եռաբլուրի կողքով անցել եք, դուք այդ ծածանվող դրոշները տեսել եք, դուք այդ քարերի անշնչացած դեմքերը դուք տեսել եք, այդ ահավոր բան է դա։ Ասենք ոնց ես դու, ես չեմ ասում ընդվզել, բան անել, ընդկճվել, հանձնվել, ոտատակ բալ, չէ։ Իսկ դուք փորձել եք խոսել։ Դες հիմա այս պայդերությամբ երկխոսություն ա գնում։ Մենք չենք խոսել երբեք։ Մենք միշտ կիլդի մուլտիկներ ենք նկարել։ Կիլդի մուլտիկներ, տենց էր կոչում, կիլդիմ, որտեղ Էրդողանին եւ Ալիևին նկարում էինք սեռական հարաբերության մեջ, վերմակի տակ, YouTube-ում կան այդ մուլտֆիլմերը, առանց ամաչելու, ու մեզ թվում էր, թե մենք դրանով հզորանում ենք։ Մենք ասում ենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակ։ Ու այսպես շարունակ, ես այս թեմայի շուրջ 1000 անգամ խոսել եմ, չեմ ուզում մտնել էլի այս պատմության մեջ, որովհետև մենք պահում էինք, տենց բան ասում էինք, մենք պահում էինք, մեր սահմանները անսասան էին այնքան, մինչև որ Ռուսաստանի ձյաձյան որոշեց, որ ամեն ինչ ուրիշ ձև ա լինելու։ Այդ պիտի անպայման ամեն մարդ իմանա, որ այս ծրագիրը հայ-թուրքական հարցը չէր,
այս ծրագիրը գեոպոլիտիկ ծրագիր էր շատ մեծ, որի մեջ մենք մի հատ մժեղ էինք, սևակի ասած։ Երբ որ ընդհանրապես ուսումնասիրես այս ամբողջ պատմությունը, հարգելի ռադիոլսող, դու կհասկանաս, որ չի լինում տենց բան, որ հանգարց համաճարակ է լինում, աշխարհը փակվում է, ամբողջությամբ իզոլացվում է այդ աշխարհը, մարդկանց փողոցներ ամիսներով թույլ չեն տալի դուրս գալ, հետո տեղի է ունենում, ասենք, ինչ որ վակցինացիա, հետո տեղի է ունենում Եվրոպայում ամենամեծ երկրորդ աշխարհամարտից հետո ներխուժումը, Ռուսաստանը Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ է իրականացնում, հարցը հասնում է մինչև Իսրայել, հիմա էլ Իսրայելն է դեմ, ես այն ժամանակ այդ YouTube-ից հանելու եմ դնեմ։ Այս ամեն ինչը փորձեր, տենային, որ հանկարծ եթե ատոմային պատերազմ սկսի, մարդկանց կարան պահեն տունը իզոլացնեն, դուրս ինչ որ բունկերա, մարդիկ կառավարելի են, թե չէ։ Հայոց հարցը սարքեցին, եկան կռիվներով, ինչպես եք դուք համարձակվում նման բաներ ասել, որտեղ ես չեմ հավատում տենց բաների։ Ես չեմ հավատում եկել հանկարծ, վայ, սենց բան եղավ։ Չկար, մեկ էլ այդ 19, 20, 21, 22, 23, 24, 25 ամեն տարի ցնծություն, ամեն տարի այս վիճակները, այս բանի Ռուսաստանի այս գործառույթը, ինչ ձեզ թվում է դե հիմարներ են նստած, հա։ Ձեզ թվում է դե հիմարներ են, մարդիկ չգիտեն ինչա կատարվելու, իրանք գիտեին Ուկրաինայում գործողություն սկսելուց առաջ առաջին հարվածը լինելու է նավթա-գազա խողովակներին, որովհետև այդ է միակ դոնորը։ Ցանկացած պատերազմի մեջ ես ռազմական տեսուչ չեմ։ Ես պատմության հետ եմ աշխատում, բայց ռազմական տեսուչ չեմ, բայց գիտեմ, որ ցանկացած պատերազմի գործողության մեջ հակառակորդը դիմացինին ճնշելու համար ենթակառուցվածքներին է խփում։ Գազամուղա, նավթամուղա, գործարանա, ինչ որ այսա, հեծա, հեկա, այն ենթակառուցվածքները, որը սնուցում է այդ ռազմական մեքենան։ Հիմա Պուտինեն գիտեին, որ Ուկրաինայում գործողություն սկսելուց առաջ իրան անջատելու են եվրոպական սնուցումների, բանից, վաճառքից, նավթի, գազի, բայց իր փողը որտեղից է լինելու։ Կանչ նայում է սահմանը, ոնց է լինելու։ Տարածքում հարևաններից ոչ ոք գազ ու նավթ չի վաճառում, չկա տենց բան։ Բելարուսը մենակ չունի, Հայաստանն է ստից իր իբր լոյալ ուժներ մինչև 20 թվականը չունի, ում միջոցով կանչում է Ալիևին, հոս Եգուր բաբամ, գալիս է նստում է։ Ասում են, մենք այս գործողությունն ենք անելու, ինձ անջատելու են Գազան, Սևերնի պատոկ, Յուժնի պատոկ, Տուրեցկի պատոկ, 3 հատ ճյուղ ունեմ, ինձ անջատելու են։ Կարաս քյոմագլնես, ասելա Վլադիմիր Վլադիմիրիչը։ Ինքն ասելա, ցավը թե տանեմ, պրոբլեմ չունես։ Ինձ այս հարցն է պետք, Ղարաբաղի հարցում կարաս ինձ օգնես, ասելա, պրոբլեմ չունես։ Ու եղել է այն, ինչ որ եղել է։ Ու տենց էլ եղավ Ուրսուրա ֆոն դեր Լայենը գետին մտած, գնաց Բաքու, ստորագրեց 10 միլիարդի համաձայնագիրը Ալիևիդ, որ Եվրոպայի գազամատակարարումը ապահովելու Ադրբեջանը։ Մենակ հիմա 2 տարեկան դպրոց բանը մսուր մանկապարտեզի երեխեքի գիտի, որ եթե ռուսական գազն ու նավթն է, Ադրբեջանը չունի այդքան գազ ու նավթ, որ Գերմանիա ու չգիտեմ եվրոպական մյուս երկրները կարողանա ապահովել։ Կոչվում է տրանսֆեր են արել։ Դրա համար հիմա, երբ որ Իրանում գործառույթներ է իրականանում, ես էլի եմ ասում, նույն ձևով է լինելու, նույն ձևով Հայաստանի հարավի հետ կապված, նույն ձևով, որովհետև Ադրբեջանը տարածաշրջանում Իսրայելի եւ Թուրքիայի հետ, գիտեք, շատ դրական հարաբերությունների մեջ ունի, բայց Իսրայել-Թուրքիա իրար հետ հարաբերություններ ունեն լարված եւ շատ հնարավոր է Ադրբեջանին որպես հյուսիսում հակաիրանական ուժ օգտագործեն ասելու համար, ինչ ես անելու, ինչա քեզ պետք է հարցերը լուծելու համար, էլի մեր դեմ իրան օգտագործեն, էլի ռուսները, որովհետև գիտեք, այսօր արդեն Պուտինը ասեց, որ ինքը աջակցում է Իրանին։ Նույն Սիրիայի պատմությունն է լինելու, արդեն ուժերը կփոխվի։ Հիմա նույնն էլ բանը գիտեք, Իսրայելը մի քանի ռազմական ինքնաթիռ է ուղարկում Ադրբեջան, զինում է, որովհետև կարող է Իրանի դեմ, եթե լայնածավալ բան սկսի, Ադրբեջանի տարածքից Իսրայելը կարողանա օգտագործել։ Որոշ տեղեկություններով, որոշ հարվածներ արդեն Ադրբեջանի տարածքից եղել է։ Հիմա ռուսը Ադրբեջանը իր մոտ պահելու համար կկանչի էլի հոս Եգուր բաբամ, երկրորդ սերիան Возвращение Բեղավորը։ Կգա կնստի Կրեմլում, կասի 20 թվին ախորժակը բավարարեցի։ Հիմա ինձ պետքա դու հակաիզրայելական լինես։ Ինձ պետք չի իմ հարավում
Իրանի դեմ գործողություններ։ Ինքնեկասի օքեյ ցավը տանեմ, տես կլինի։ Ինչա քեզ պետք։ Ինձ պետքա Սյունիքը, ինձ պետքա Զանգեզուրի Միջանցքը։ Ինքնեկասի խնդրեմ չունես։ Այ դրա համար է մարդամեկը ընկե գզիրն ընկելա դռնե դուր։ Այ դրա համար է գնացել ընկե դռնե դուր։ Այ դրա համար են գնում խոսում, որ հասկանան ինչա լինելու։ Իսկ դուք զվարթնոցից քայլում եք վեհարան, պաշտպանում ենք մեր ովա վտանգ է, ումա վտանգ է, ոչ ոք չգիտի։ Գնացեք։ Բարգի մի երկու բան զվարթնոցի պատմությունը գնացեք գոնե սովորեք, ինչա էլի վատ չի, բանը պետական գոհարներին մոտ կանգնելը վատ բան չէ, բարեկամներ, վատ բան չէ։ Գնացեք Սեբիոս պատմիչին մի հատ կարդացեք, իդեպ նախ այդ որ գնան ընդ կանգնեն, այն կա։ Են գեղացի падգամավորներ կան մի երկու հատ, որ 2 տարի դար կապել չգիտեն, ոչ Սեբիոսը գիտեն ով է։ Այդ որ զվարթնոցի մոտ հավաքվում եք, ընկեր զվարթաձայն ձեր երգը լռի։ Դուք ընդհանրապես գիտեք, որ զվարթնոցը զվարթնոց չի կոչվի։ Քանի հոգի գիտի։ Քանի հոգի գիտի, որ զվարթնոցը զվարթնոց չի կոչվի։ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է զվարթնոց կոչել է Սեբիոս պատմիչը։ Զվարթնոց կամ հրեշտականոց է ասե։ Դրանից հետո նոր զարգացումներ ա եղել զվարթնոցի հետ կապված։ Ես զանգ ունեմ, հարգենք ռադիոլսողին, հետո կշարունակենք։ Բարև ձեզ։ Լավ հարգելիս, դուք ասեք։ Մենք էլ լավ ենք, լսում ենք նորությունները ու զարմանում ամեն անգամ։ Ձեր ձայնը այնքան հեռվից է հարգելիս, մի քիչ կարող եք մոտիկ խոսել։ Հիմա փորձեմ։ Ահա, լավացավ, շատ լավ է։ Շատ լավ է։ Հիմա մի հատ մեկ պարադոքս եք նկատում մեր երկրում։ Ահա։ Որ ասենք, եթե նայենք աշխարհում հլա չի եղել, ես ոչ միտեղ չեմ հանդիպել, էլի։ Տարբեր ազգերի մեջ կա դավաճաններ, թշնամիներ։ Դրա համար կա հատուկ ծառայություններ, որ ման են գալիս։ Այսօր մեր մոտ մի հատ իրավիճակ է ստեղծվել, որ բոլորը միասին են։ Միասին առանց թաքնվելու արդեն վախացնում են պետությանը։ Ժողովրդին սենց ասած։ Ու պետությունը լուր է։ Չգիտես ինչ այդքանին տեսում է, ու լուր է։ Դրանք ամեն մեկը հատ-հատ այլ երկրի հետախուզության մատերիալ են, որի վրա այնքան կամպրոմատ կարան վերեն, որ օգտագործեն։ Ինչ նախանգարում մեր իշխանությունը դրանց սաղին մի անգամից հավաքել։ Դե հենա մեկին հավաքեցին, տեսակ ինչեր է կատարվում։ Մեկի չէ, այդ մեկին հավաքեցին, եկել է, դրանց էլ հավաքել։ Չոր, ուղղակի չոր։ Այս սենց բան ես չեմ նկատել էլի միտեղ, որ սենց ազգի թշնամին ուզենա նորից գա։ Մի հատ պատկերացրեն էլի մեր ժողովուրդը։ Դե ինչ ասում։ Այդ օպոզիցիան, որ պիտի որ ժողովուրդը իրան ատում է, եկավ վլաստի, ինչ պտի անի այդ ժողովրդի հետ։ Այդ մի հարցը մեր ազգը ընտրության ժամանակ պտի իրան տա։ Սրանք որ եկան իմանալը, որ մենք իրանց ատում ենք, ինչ անելու մեր հետ։ Թոմտացեն։ Նոսս ստեղծվել, որ պարզ էլի գիտեք իսկ պատմություն մեկից սիրել եմ դվրոցից էլա։ Գորձյան հանգույցը լուծումանը մի ձև ուներ։ Շատ իմաստուններ են մոտիկացել, բայց Գորձյան հանգույցը մի ձև է լուծվել։ Հիմա այդ ձևը եթե չլուծվի մենք կորելու ենք։ Շնորհակալություն հարգելիս։ Քաղաքականությունը նենց է, որ էլի կարան կորենք, ես չգիտեմ, իշխանությանը խնդրում եմ կոչ եմ անել որպես մի հայ։ Հավաքեք այդ Սիբիլը, մի թողեք վխտան փողոցներում, փոնավորում են երկիրը, մթնոլորտը, հավաքեք 4 ձև։ Ես կասեի ուրիշ բառերով, բայց հասկացանք, բոլորն էլ հասկացան, ձեզ լավ որ հարգելիս, լավ եղեք։ Հետո մի բան վիտումնայով կեղծում, դրա համար դատաստան չկա, ասում է տեր դու սատանա ես, դու Աստծո երդումն ես դրժել, խաբել ես Աստծուն։ Ու այսօր դրանք ասում են եկեղեցի, կապում են, սատանին կապում են եկեղեցու հետ։ Այս էլ միսես բացառիկ բան է։ Բացառիկ ազգենք ամեն ինչը բացառիկ է։ Ձեզ լավ որ հարգելիս, շնորհակալություն զանգի համար, լավ եղեք։ Դե
իմ տարապյալ ժողովուրդ, ինչ ասեմ, ժամանակը եթերային ավարտվեց, բայց այնքան ասելիք կա, Աստված իմ, ինչքան ասելիք կա։ Մի հատ հարմացնեմ մեր Armen Stress-ը, տեսնեմ մի հատ մի նոր բան կա, մեկ է տեսար մի բան եղավ, մեկ է տեսար մի վարկյան, նո, ոնց առանձնապես բան չկա ներկայացնելու։ Երևի այսքանը ընկերներ, հիմա խոստացել էի, որ մի բան եմ ընթերցելու, ուրեմն հայի ամերիկյան օրագիր արդեն երկրորդ հատորն եմ գրում, երկրորդ հատորից մի հատված եմ ձեզ համար խոստացել է, որ կընթերցեմ, երևի հենց տենց էլ կավարտենք մեր այսօրվա զրույցը, ուստի հայի ամերիկյան օրագիր գնանք որպես ամփոփում։ Պիտի տևական ժամանակ ես լռեի, որ այս ամբարոյականության մասշտաբները հասկանայի։ Համահայկական այս ամբարոյականության գագաթնակետը, որ ծնվել է 5-րդ կետով 5-րդ Շարասյան պարագլուխների կողմից եւ ձգվում է դեպի ծուռ ժողովուրդը, ոչ մի լավ բան այս ամենը չի բերելու, ոչ մի լավ բան։ 10 եւ ավել տարի առաջ ես ասացի, որ ծուռ ժողովուրդը ապագա չի կարող ունենալ, պիտի շտկվենք, ձեռ էի կառնում։ Դե, բարեկամներ, ինչ ասեմ, լավ էի կանում, թողեցի հեռացա, ու ինչ, հիմա 15 եւ ավել տարի անց շտկվել ենք արդյոք, ծառեր, շտկվել եք արդյոք, այսուր ենք հասել, էլի քաղաքականության խաչմերուկին եք կանգնած, մեռասելով խաչմերուկում լավ մարդիկ չեն կանգնում, տուն գնացեք, ամոթ է, կա մի գետ բնագավառ, մի տեղ, մի բույն, որը շտկված է, որը շեն է, ու այս ծուռ հանդեսի առաջամարտիկները մտավորականներն են, նույն այն մտավորականները, ովքեր մեր ողջ պատմության ընթացքում ծվարեցին ծանրաքարշ ամորձիների արանքում, որտեղ չաղ եւ յուղալի, այնտեղ են նրանք երկյուղալի, օ Աստված իմ, ժողովրդին մոլորեցնելով, պաթոսով, անիծյալ ոսկե բերանությամբ։ Դե, մեկը հուշարձան է դնում, 2 կոպեկ են տեսնում այնտեղ են, մեկը հորանունով դպրոց են բացում, չասեմ ինչն է բացում, ու այդպես շարունակ։ Մեկը առողջ խոսքով այս ընթացքում հանդես չեկավ, մեկը գոնե խոսեր, եթե հանկարծ մարդ ես, մեկն էլ համարձակվեր, ասպարեզում երևալ, միանգամից անատամ ու անուղեղ մասաները վրա կտային, բարաչելով, մենք հայ ենք, մեզ կոտորում են, մենք այսպես ենք, մենք հին ենք, մենք հնավուրց ենք, մենք ամենախելաց ենք, ու այսպես շարունակ, վայ ես ձեր պայքարածը, կասեի ես, տեսանք ձեր պայքարածը, ձեր պահածն ու սնացն էլ տեսանք, ձեր պայքարածի դարդից վտարանդի դարձանք, տասնյակ հազարներով փախանք ես երկրից, ձեր երեսից տասնամյակներով հայրենիքի երես չտեսանք, դուք ես աղետը բերեցիք մեր սուրբ տունը, մեր օջախը, ու հիմա էլ հեգնաբար հայտարարում եք, որ ազատագրական պայքար եք սկսելու, հա? Կսկսեք, բա ինչ կանեք։ Հիշում եք, 18-ի առաջին փուլում, երբ որ նոր էր ամեն ինչը սկսում, կաթողիկոսի փոփոխության հարցը բարձրացավ, անգամ կհիշեք, որոշ ակտիվիստներ B-ի մեքենան շրջապատեցին, լարված միջավայր եղավ, բայց ի արդարություն ասեմ, որ իշխանությունները թեման չշարունակեցին, անգամ պաշտպանեցին B-ին։ Դե հիմա ինձ ասեք, ձեզանից ավելի շատ հիմա ով է B? Այսքան 7 տարվա պայքարածը, այսքան բանի մեջով անցածը չգիտեիք, հա? Չգիտեիք, որ Կազանովա են բոլորը, հա? Չգիտեիք, որ ինչերի մեջով են անցել։ Վայ, ինչ միամիտ եք, շատ միամիտ եք։ Հիմա մտել եք Facebook-ներում կեղտոտ բարերով ինչ որ բաներ եք գրում, հա ինչ, որ ինչ լինի, այդ սուտլիկ որսկաններն են գնացել պաշտպանելու ու պահպանելու, արդյունքում դրա համար սենց վիճակի մեջ ենք։ Դե, ինչ ասեմ, սուտ ու կեղծիկի ջատագովներն են, ապրած կյանքներով հանդերձ սուտ են, սուտ, գող ու ավազակ, ու այսպես դարերով, Էրեբունի խալիի տակ մեր տան կեղտը լցրել ենք, աչք ենք փակել, թե իբր մեզ մոտ մաքուր է, մեզ մոտ կոկիկ է, այնինչ
գարշահոտությունը վաղուց արդեն տարածվել է ու թունավորել է ամբողջ հասարակությունը, մեր հասարակու թույնը, ու հիմա էլ այս տարբեր նվիրյալները մեզ ճիշտ կյանք են ուզում սովորեցնել, արդարություն են սովորեցնում, հայրենասիրություն են սովորեցնում, մեկը որսորդ ու հրացանակակիր, մյուսը գող ու ավազակ պլանքյաշ, մեկը կանադայի քաղաքացի, բայց փրկիչ Հայաստանում, արա գնացեք Կանադան փրկեք Տրամպից, հեսա միացնելու է Ամերիկային խայտարակ լինեք, մյուսը Բեյրութից Արցախն է պահանջում, մյուսը Նյու Յորքից դիրիժորի փայտիկ է թափահարում, որտեղ էլ թափահարելու բան չի մնացել, այն մեկն էլ կար, որ փրկելու մասին էր խոսում, դե ինչ ասեմ, տարբեր են մարդիկ, ամեն դեպքում 8-րդ դասարանի կրթություն չունեցողներ էլ կային, որոնք տնտեսության դասեր էին տալիս, թե ինչպես պետք է զարգացնենք մեր երկիրը։ Ու այս միամիտ ժողովուրդը 1700 տարի է մենակ Աստծո հույսին է մնացել, այն էլ պարզվեց գլխավոր դեսպանը, բալա ունի, այն Արա Մարտիրոսյանի երգի պես, տղեկ ես ինչ բալայա, ողբամ քեզ հայ ժողովուրդ, սատանաներ են 4 կողմդ, տղա եք, լավ եք արե ինչ եք արե, էլի եմ ասում, ես չեմ դատապարտում, ես այդ ֆունկցիան չունեմ, ես ասում եմ լավ եք արե, բայց մարդ իր երեխուն ուրանա, ես չեմ հասկանում, ասի չէ տենց բան չկա, բա հոգևոր մարդը զավակ ծնի, Աստված իրան երեխա պարգևի, տանես պահես, ես դա չեմ հասկանում, խաչը ձեռքների դուրս եկեք Վահագնի պես, համբուրեք ձեր զավակի ճակատը ու ասեք հանուն հոր եւ որդո, հանուն Հայաստանի, հանուն դեմոգրաֆիական աճի, այդ կլինի տղամարդավարի, բայց չէ, Հայաստանում դա հնարավոր չէ, տանենք պահենք, տակից, ինչ արել ենք տակից ենք արել, էլ ինչ ծնունդ կնունք, էլ ինչ Աստծո խոսք, էլ ինչ հարսանիք ու մատաղի աղ, ինչ եք դուք հիմա խոսում, հեսա գրածից հետո մոմերի գները էլի կկրկնապատկեն, ամեն դեպքում, փաստորեն պաշտոնը ավելի քաղցր է, քան երեխայի շուրթերը, ես չեմ հասկանում, ու այս մտավորական տարբեր տեսակի դեմքերը ամոթ չունեն, նրանցից մեկը չի ասում, որ այ մարդ պայքարը եկեղեցու դեմ չէ, մեկը կարա դա ասի, եկեղեցու դեմ չէ, պայքարը ստի ու կեղծիքի մեջ է, որ դարերով ապրել ենք ու ապրում ենք, դա եկեղեցու դեմ չէ, դա եկեղեցու դեմ պայքար է, թե ազնվության դեմ պայքար, հանուն ազնվության պայքար, ոչ ոք հոգևորականների պատմական սխրանքները չի ուրանում, չի էլ կարա ուրանա, բայց կաթողիկոսը հայրիկ, դե կարող ես Խրիմյան հայրիկի տեղն եք դրել, չգիտեմ, էլ եմ ասում, ես չեմ դատապարտում ձեր հաճույքաճղտիկը, Աստված ձեզ պահապան, ինչ արել եք, լավ եք արել, ու ընդհանրապես մեր ընդդիմա դդմիկներից մեկը իրանց այդ սուտի եթերներով չմտավ ու չասեց, հիմա աչքա լուսանք, վերջը տղեկ խմելու ենք, թե չենք խմելու, անգամ Ռուսաստաններից Պուտինյան մեդալակիրները, խաչները դոշներին կախած եկան ու ասեցին, ահա, եկեղեցին քանդում են, փրկեք մեզ, Սալավյովն էլ եթերում ծլվլաց, Պուտինյան մեդալները դոշներին, Արմյանսկայա ապոստոլսկայա ցերկվ, ազգային գաղափարախոսության հիմնարկ, իդեպ նկատել եք, որ Արմյանսկայա ապոստոլսկայա ցերկվ, ԱԱՑ, հայերեն էտի ԱԱՑ-նա, ազգային անվտանգության ծառայություն, վայ մեռնեմ ես մեր ճկուն լեզվի ճկուն զորությանը, այսքանը մտածեք այս ուղղությամբ, սա հայի ամերիկյան օրագրի շարքից էր, ես Ռաֆայել Մնացականյանն եմ, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, կշարունակենք քննարկումը, եթե անկարծես օրերի ընթացքում, այս ժամերի ընթացքում որևէ հրատապ լինի, անպայման Լոս Անջելեսի առաջատար ռադիոկայանը կգա եթեր եւ կպատմի ամենայն մանրամասնությամբ ինչ եղավ եւ ինչպես եղավ։ Սա յոգա ուղեղի համար նախագիծն էր, հաջորդ թիվ շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին, իսկ մենք արդեն կհանդիպենք հաջորդ անգամ։ Յոգա ուղեղի համար
Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք-շոու։ Լսել, մտածել, գիտակցել ու հասկանալ։ Յոգա ուղեղի համար։ Ռաֆայել Մնացականյանի հեղինակային ծրագիրը ամեն ուրբաթ առավոտյան 8:08-ին։ Յոգա ուղեղի համար։